Ձեզ ողջունում եմ, մեզ միացած հարգելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, մեզ լսում եք 106 եւ 5 հաճախականությամբ, կարող եք նաեւ դիտել մեր թվային հարթակներում, YouTube-ում, Instagram-ում, Telegram-ում, սա Սխալ հաշվարկ հաղորդումն է եւ մեր տաղավարում կրկին հետաքրքիր հյուր ունեմ, Status Holding-ի համահիմնադիրը Տիգրան Բալոյանն է այստեղ, ողջույն Տիգրան ջան։ Բարի օր։ Շնորհակալ եմ, որ այսօր մեր տաղավարում եք, տխուր եւ դժվար եւ դաժան բաների մասին ենք փորձելու այսօր խոսել, փորձելու ենք նաեւ հասկանալ, թե ինչպես դուրս գալ այդ բարդ իրավիճակներից, ոնց է կարծում առհասարակ գործարարները խուսափում են սխալներից խոսել։ Սխալներից խոսել ինձ թվում է դա լուծումներից մեկն է, որ դու սկսում ես սխալներից մասին խոսել, որովհետեւ գոնե երբ որ դու դրա մասին բարձրաձայնում ես, քո այդ ներքին պահած միտեղ նույնիսկ վախի աստիճան իջած մակարդակից դու իրան բարձրացնում ես ավելի հասանելի մակարդակի ես սարքում, ավելի շոշափելի, տեսանելի, ավելի երևի տես մի քիչ իրոնիայով ես սկսում մոտենալ ու դա շանս է, հնարավորություն է, որպեսզի դա մաքրվի գնա լուծվի այդ հարցը։ Ներքին այդ կապանքները դելա քանդվում նմանատիպ իրադարձություններից հաջորդ անգամ իրադարձություններում ավելի պատրաստական լինել երևի կամ գոնե այդպես ցավոտ չտանել։ Բայց շատ ցավոտ process է ինքը։ Թեկուզ թեթև սխալները, որոնք տեղի են ունենում, շատ անհատական է, էլի կախված է մարդու տեսակից, մարդը ասենք հիմնականում պերֆեկցիոնիստները ավելի ծանր են երևի տանում այդ ամեն ինչը։ Որտեվ դետալային միշտ հաշվարկում են, չէ՞, բայց որ մի բան այնպես չգնաց, ինչպես իրենք են հաշվարկել։ Շատ տխուր է մարդու տեսակից է։ Իսկ առհասարակ այդ սխալների մասին ում հետ կարելի է խոսել։ Կարծում եմ բոլորը չի, որ պատրաստ են խոսել դրա հետ ու բոլորի հետ չի, որ պատրաստ են խոսել։ Դուք ձեր մասով կուզեմ նաև պատասխանեք եւ առհասարակ ոնց է կողքից երևում, էլի ամեն մեկի հետ կարելի է դրա մասին խոսել, թե չէ։ Դու խոսել, եթե դա պետք է լինի խոսել ընդհանրապես զուտ ինքնանպատակ, կարիք իմաստ չեմ տեսնում դրա մասին խոսելու։ Եթե իհարկե դա չի վերածվում սամաիրոնիա ինքնաիրոնիայի ու դու դա, ասենք, չգիտեմ, նույնիսկ կարող խնջույքի սեղանին տենց որպես ինչ-որ զվարճալի հետաքրքիր բան չես պատմում, բայց իմացակ իմ հետը sense բան եղավ ու տենց հումորի տալով էլի։ Մյուս կողմից Ոնց էլի վերաբերվել այդ հարցին, այդտեն ցավոտ վերաբերվել, դե օրինակ սամաիրոնիան էլ է կարևոր։ Իմ կարծիքով սենց է չի կարող լինել ճանապարհ, որտեղ չեն լինելու ձախողումներ։ Իսկ սկզբանը պետք է այդ միտքը ընդունել, հասկանալ եւ ամեն մի տեսակ հաջորդ ձախողմանը դու հասկանաս, որ սա այն երևույթներ, որը չէր կարող չլինել։ Բայց մյուս կողմից այն որ ասում եմ չպետք է արխային ընկնես, այնքան որ դու իմանաս, հա, ուրեմն կարա լինի, այդպես անընդհատ ձախող ես։ Շատ կարևոր է անալիզի ենթարկել, թե ինչ եղավ, ոնց անենք, որ էլ չլինի։ Բայց լինելու դեպքում այդ պարտադիր է, որ հանկարծ տրագեդիայի չվերածես այդ ամեն ինչը։ Իսկ բիզնես սկսելուց առաջ ինչ տիպի հաշվարկներ պիտի անել։ Խոսքը այստեղ թվերի մասին չի, էլի միայն առհասարակ մեծ մասշտաբով պատկերը ինչպես տեսնել ու ինչ գնահատականով փորձել վերլուծել դա, որ օրինակ սխալները հնարավոր մինիմալի հասցնել, հնարավոր քիչ լինեն, շատ այսպես կատաստրոֆիկ չլինեն թե ընկերության համար, թե անձի համար։ Դուք օրինակ ձեր օրինակով ոնց եք սկսել ու ինչպես եք սկսել։ Ու տեսեք, նախ եւ առաջ պետք է հասկանալ, որ բիզնեսը դա պայքար է, ստեղծագործական պայքար է, ոչ թե ստեղծագործ բիզնեսներ, այլ առասարակ բիզնես ինքը ստեղծագործ բան է, ընթացք է, որը միաժամանակ նաև պայքար է, այսինքն ես դու պետք է դա այդ երկու կոմպոնենտ իրար կողմ դնես, ընդունես, որ դու մի կողմից պատրաստ ես, որ քո հետագա ամբողջ կյանքը անցնելու պայքարի մեջ, որտեղ լինելու են տարբեր տեսակի վայրեվերումներ եւ մյուս կողմից դու պետք է ընդունես, որ դու պետք է ստեղծագործ լինես, որպեսզի քո բիզնեսն աճի։ Այս երկուսը պետք է իրար հետ համադրել ու Նաև ռիսկային պիտի լինես, չափից դուրս, չէ՞։ Այդ չեն քննարկում, դա հա, բիզնեսը ռիսկ է։ Ու պետք է դու ի սկզբանե այդ խաղի կանոնն ընդունես, որ դու մտնում ես պայքարի մեջ ու դու պետք է ամբողջ կյանքը տենց ստեղծարար լինես, որպեսզի քո մոտ հաջողվի։ Երբ որ դու ի սկզբանե այս երկու կանոնն ընդունում ես խաղի պայմանները, արդեն մնացած այդ բիզնես ճանապարհին որպես խաղի ես վերաբերվում, հա ու դու ընկնում ես այդ դրայվի մեջ, փորձում ես դրանից հաճույք ստանալ ու եթե դու քո մոտ չի ստացվում այդ բիզնեսից հաճույք ստանալ,
շատ քիչ հավանական է որ քո բիզնեսը կստացվի, այսինքն դա պետք է դառնա քո կյանքի մի մասը, խաղ դառնա, այտենց drive դառնա, այս ամեն ինչը շատ կարևոր է։ Հետո դա անցալվում է որպես կյանքի ձախողում, չէ՞, թե ինչ-որ սխալ է լինում։ Չես կարող առանձնացնել, ասել իմ կյանքում սա ամեն ինչ նորմալ է, այստեղ ամեն ինչ կարգին է, բայց բիզնեսում օրինակ խնդիրներ ունեմ, հանգիստ իրանք իրենց համար այսպես լուծվում են կամ չեն լուծվում, չես կարող տարանջատել, ճիշտ եմ հասկանում ես։ Ես քիչ մարդ եմ տեսել ցավոք սրտի, ովքեր կարող են իրենց անձնական կյանքը բիզնեսից տարանջատել, ասենք այդ պետք է բավականին այնց հասուն մարդ լինի, հասուն ոչ միայն տարիքով, այլ նաև հասունացած, հա, որ ինքը կարողանա այդ սահմանը այնց խիստ գծի տան տրամադրությունն ու խնդիրները չբերի գործի եւ հակառակը աշխատանքի տեղ եւ հակառակը դրա համար հա մեր կյանքը ինքը տենց համաձուլված է միաձուլված է եւ այն ինչ որ լինում է խնդրեմ ու լուրջ խնդրեմ գործի տեղը դա նաեւ ազդում է քո կյանքի վրա որովհետեւ դու այդ դրանով ես ապրում բայց հաշվարկներում պիտի ունենալ այդ հանգամանքը որ հնարավորինս չխառնել իրար կյանքն ու գործնականը դե հասունության մասին է խոսում Այսինքն իր հետևանքները ոնց կարան լինեն մարդիկ պետք է հասունանան դա հոգեբանական ավելի շատ խնդիր է հոգեբանների խնդիր է մեր ազգը ցավոք սրտի հոգեբանությանը առայժմ այդքան լուրջ տեղ չի տալիս ու դա մի տեսակ որպես վտանգ է դիտարկվում որ եթե դու ասենք դու մեզ հոգեբանի կամ հոգեբանական դաշտ ես տանում քո խնդիրները նշանակում ուրեմն դու գիժ ես այսպես բան կա էլի մեր մոտ այն դեպքում երբ որ ընդհակառակը ինչքան տանում ես ինչքան այդ դաշտում ես դու քո խնդիրները լուծում այնքան ինքը ավելի ճիշտ է լուծվում ու տարածվում է մնացած ամեն ինչի վրա այնքան այդ հասունությունը հասունության գալը շատ կարևոր է իսկ դա հոգեբանական կատեգորիա է երբ սկսեցիք գործարարությամբ զբաղվել առաջին քայլը որ թվականներ ու ինչից սկսեցիք 2001 թիվներ երբ որ որոշեցի որ ուզում եմ ինքնուրույն փորձեմ բիզնես անել այդ 2001 թվականին տուրիստական ընկերություն բացեցի այդ ժամանակ ու տենց հասկացա որ այդ լրիվ ուրիշ կյանք է ուրիշ կանոններով բայց այդ ժամանակ ավելի ջայր է ավելի տենց թեթև է ամեն ինչին նայում ավելի հիմա որ sense հետ եմ նայում թե այն ժամանակ ինչ էի անում ասում հայ ես բաները հաստատ sense չի անի բայց մյուս կողմից եթե ես այդ բաները տենց չանեի ես ընդհանրապես առաջ չէի գնա եկեք օրինակներով էլի խոսենք օրինակ այս պահին որ հետ եք նայում ինչը հաստատ չէի կանի այսօր էդ էլ է հաշվարկների մեջ մտնում չէ օրինակ այ փորձը ունեցել եք այսօր գիտեք որ հաշվարկել եք եթե չհաշվարկեք այդ ձևով չշարժվեք, հաստատ չստացվի այն ինչ որ այսօր կա։ Դուք շատ լավ կարծիքի եք իմ մասին, որ ասենք ես այդ տարիքում տենց խորը հաշվարկների մեջ էի։ Այն ժամանակ տենց ստրատեգիկ հեռավոր հաշվարկներ բաներ չկար, ասենք այդ ոնց հասկանում ենք, ոնց զգում ենք անում ենք, որոշում ենք եւ անում ենք, շատ ժամանակ այդ բիզնես անողները ասում են բիզնեսի մեջ կարևոր է անելն է, հա, քայլերն առնելն, առաջ գնալն է։ Ու այդ գրավականներ, այդ կանոններ, որ մեզ առաջ էր տանում, ու հիմա որ տես նայում ես ոնց կարելի էր sense բանել կամ sense ռիսկային բան կամ sense ռիսկային հոլովակ ես կողմենքով նկարելը ինքը ամենահիշարժանը որ տենց մինչև հիմա հիշում եք որ ոնց եկել այդ ռիսկին գնացել Տեսեք, այն ժամանակ մենք ես որ տուրիստական գործակալություն բացեցի, առասարակ ճանապարհը ոնց եկանք դեպի Գովազդ, էլի։ Ես սրա մասին շատ եմ տարբեր տեղեր պատմել, հիմա էլ պատմեմ, ես ընկերոջս դիմեցի Ծատուրյան Ռուբենին, որ արի մի հատ իմ տուրիստականի համար Գովազդ նկարենք։ Դե Ռուբոնը ռեժիսոր, տենց երկուսով նստեցինք խելքի տվեցինք բանենք ու մի հատ Գովազդ մտածեցինք թե ոնց անենք որպեսզի մեր գովազդային ընկերության մեր տուրիստական ընկերության մասին խոսեն ու մի հատ հոլովակ նկար հանեցինք ցույց տվեցինք ու տենց երևի մի շաբաթ աղմուկ էր կանգնած լրատվականներով բաներով թե այս ինչ հոլովակ գնաց եւ այլն լավ իմաստով ինքը տենց շատ պրովոկացիոն հոլովակ էր կարամ տենց երկու բառով պատմեմ Ուրեմն դա տուրիստական ընկերությունն է, մենք ցույց ենք տալիս տուրիստական, հայկական տուրիստական, հայաստանյան տուրիստական վայրերը, ասենք, չգիտեմ, Սևանն է եւ այլ տեղեր, որտեղ սենց մի այլ կարգի աղտոտված է, կեղտ է լցրած, ասենք, խնջույքներից բաներից հետո, տենց սիրուն կադրով, երաժշտությունով, մոնտաժով գնում էր, ու տենց ցույց ենք տալիս, ստեղ զիբիլ, ընդեղ զիբիլ եւ այլ, այդ աղտոտված վիճակը,
ու վերջում sense նախադասություն էր գրում, ասում էր խնայենք հայրենի բնությունը, հանգստանանք Թուրքիայում։ Ես հիշեցի։ Հիշեցիք։ Այսինքն այս հոլովակը մենք որ այն ժամանակ արեցինք, այդ 2001 թիվն էր։ Մարդիկ կային, որ ամբողջ իմաստը հոլովակի չէին հասկանում, տենց միանգամից ասում էին, ինչ են ասում, կոնտեքստը, հա, մի խոսքով, այն ինչ որ հիմա մեր համար սովորական երևույթ է, այն ժամանակ սովոր չէինք, էլի որ կարելի է կոնտեքստից կտրված հասկանալ եւ այլն։ Ու հետաքրքիրն ինչ է, որ մենք իրականում Թուրքիա չենք վաճառում, պրինցիպալ չենք վաճառում։ Ուղղակի տենց մեր ընկերությունը տուրիստական տենց ինքը բան դարձավ, հայտնի դարձավ, այսինքն սև PR արեցինք, հասկին նույնիսկ դա ծախողում է այն ժամանակ չգիտեն, չէ, դա ծախողում չէր, առասարակ։ Ծախողներից կպատմեմ, եթե ուզում եք, հա։ Ու այդ առաջի հոլովակն էր, որ տենց հիշվեց, հետո մեր ընկերները ովքեր, ասենք, բանկերում մարքեթինգում էին աշխատում, բայսով նկարով ասում ենք, մենք ենք նկարել, բա մեր համար էլ կնկարեք, բայց այդ պահին էմոցիաները ոնց էին մտածում եք, սխալ են կարել, որ սենց բան ենք նկարել, չարժեր։ Այդ կոնկրետ հաշվարկ է, դա մենք գիտենք, որ տենց է, ու մենք ուզում ենք ինչքան տենց շատ աղմուկ լինի, այնքան լավ, այդ աղմուկն եղավ, տենց լրիվ լավ էր, ասենք, եթե հիմիկվա պես սոցցանցեր լինեին, այդենք ակտիվ լիներ, вообще տենց գմփսներ էլի, հիմա տենց դեռ ուրիշ էֆեկտ ստացվեց։ Հետո ոնց հասակ տուրիստական ընկերության հիմնադրմանը։ Տուրիստականից ինչ։ Գովազդայինի այդ տենց որ այդ գովազդների նկարելու process-ը մեզ շատ դուր եկավ։ Հետո որ ասեն այդ մեր ընկերները դիմեցին, բա մեր բանկի համար էլ նկարեք, ասենք այն ժամանակ Արութ Պողոսյան Ագբա բանկի համար ուզեցին անց համար նկարեցինք լիզինգի համար սկզբից։ Ու տենց ասում կամած մեր գործընթացը գնաց։ Գովազդի աշխարհը sense կալանես կուլտովեց ու տարավ էլի ու համեր մոտ լավ էր ստացվում, համ տենց շուկան պահանջ ուներ, մի խոսքով շատ արագ աճ ստացվեց մեր։ Այսինքն գովազդայինը բացելու սկզբում էլ հենց էմոցիոնալ է եղել որոշումը եւ հենց այդ հիմքով եք գնացել բացմանը, ճիշտ եմ հասկանում։ Հա։ Այս առացարակ էմոցիոնալին շատ մեծ տեղ եմ տալիս, հատկապես հիմա, երբ որ ասենք արդեն տենց երկար տարիներ լուրջ բրենդինգով եմ զբաղվում, կորպորատիվ բրենդինգով ու հասկանում թե էմոցիաները ինչքան կարևոր տեղ ունեն մարդկանց կյանքում նրանց որոշումներ կայացնելու, կյանք որոշումներ կայացնելու մեջ էմոցիաները, հա, ես հասկացա, ու հիմա եմ հասկանում, թե այդ էմոցիաների ինչ ուժեղ բան ունեին, այտենց մղիչ ուժ ունեին, էլ իրանց մեջ, խոսքով էմոցիաները շատ եմ կարևորում։ Բոլոր տարիներ ինչ պատկերացնում եք, թե բացարձակ այլ աշխարհ բացվեց, երբ մտաք այդտեղ։ Գովազդը։ Այո։ Մեկ հոլովակով դժվար է էլի ամեն դեպքում պատկերացնել, թե ինչա տեղի ունենում այդ դաշտում, որքան էլ որ ինքը հետաքրքիր է, ինքը շատ դրայվով է։ Խնդիրն էր, որ դաշտը ձևավորված չէր առհասարակ, էլի ու կարելի ասել, որ մի քանի ընկերություն կար, 2-3 նույնիսկ մաքսիմում, հա, որ ասենք այդ դաշտում խաղում էին ու հենց ոլորտը իրենք կամ նաև մենք տենց միասին կայացնում ենք էլի ու հենց դա էր շատ հետաքրքիր որ չկան օրենքներ սյուները դուք եք էլի օրենքը թելադրում ես ու շատ բան կախված է թե քո բարոյականությունից թե դու ոնց ես առասարակ գործին մոտենում ինչքանով ես ազնիվ գործին մոտենում ինչքանով ես ազնիվ հաճախորդի հետ որովհետև ինքն էլ չգիտի թե ոնց է ինչ է, այսինքն քո տվածը, քո հիմնավորածը ինքը ռիսկ անում վերցնում ու իր անկերությունը դրանով առաջ է տանում։ Այդ շատ մեծ գրավական էր մեր համար։ Ասացիք, եթե ուզեք սխալներից էլ կպատմեմ։ Հիմա եկել է այդ պահը, որ կամաց հասնենք այդ սխալներին։ Տեսեք, իրականում, երբ որ ես մտածում եի, թե սխալների մասին պատմեմ, 22 տարի շուկայում ենք ու ասենք չհաջողված գործեր շատ դժվար ենք հիշում ինչի համար, որովհետև մենք հենց ի սկզբանե հատ այս մասը պատմեմ, սա կարևոր է, էլի, որովհետև մենք մի հատ դրվածք ձև դրեցինք, թե ոնց է պետք գովազդը նկարել։ Մենք եկանք այն ձևաչափին, որ սկզբից պետքա բրիֆ լրացվի, բրիֆում պետքա կոնկրետ նշվի, թե դու վերջում ինչ ես այս հոլովակից ուզում ստանալ, ու հոլովակը դառնում էր արդեն պրոդուկտ, որտեղ կար թիրախային խումբ, message եւ այլն, այսինքն հոլովակը դառնում է քո խնդրի լուծման ինչ որ մի գործիք։
Երբ որ դու այդ ամեն ինչը անում ես ու այդ ճանապարհը պահում ես ու այդ ամեն ինչի ընթացքում հաճախորդի հետ համաձայնեցնում ես, իր համար ոչ մի սուրպրիզ վերջում չի լինում ու ինքը հիմնականում ընդունում է ու դա աշխատում է, էլի։ Դրա համար այս եղանակով աշխատելով մեր մոտ քիչ եղավ շատ այտենց չհաջողված դեպքեր, բայց երկուսի մասին ուզում եմ պատմեմ։ Առաջինը դա Ինգո Արմենիայի հետ էր, այդ անհաջողությունը, որ եթե կարելի է այդպես ասել, չնայած լավ էսա պատմեմ, դե Ինգոյի հետ առաջի գործը որ արեցինք, դա եթե ապա Ինգոն էր, դե եթե ապա Ինգոն ինքը տենց շատ մեծ բում արեց, ժողովրդի կողմից։ Ինչև հիմա կարծում եմ ու այն հոլովակներից այն մի քանի հոլովակներից է, որոնք ավելի հայտնի են, քան մեր ընկերությունն էլի, ասենք շատ ժամանակ որ ասում են ստատուս հոլդինգ չգիտեմ, որ հոլովակներն ասում են, տենց ասում են, հա, այդ փաստորեն դուք եք։ Մի հատ գովաստ կար, որը ապահովագրություն էր առողջության, եթե ես չեմ սխալվում, առողջության ապահովագրություն էր, ու մենք տենց սերիա մտածեցինք, թե մարդիկ տարբեր տեսակի վտանգավոր սիտուացիաների մեջ են գնելով, ինքը դե տենց հումորային էր շատ, էլի, թե ինչ հետևանքներ կարող է իրանց հետ լինեն ու իրանց հավանաբար այդ վիճակում պետք է լինի բժշկական ապահովագրություն ու սերիա էր, սերիայից երկուսն եմ ես հիշում, մեկը էր, որ ռեստորանում ինչ-որ մի հատ շատ ծանր ռաբիզ երաժշտություն է հնչում, են շատ վատ մողամ էլի, ոնց որ հիմա ցավոք սրտի արդեն շատ այն ժամանակ էլ մի քիչ էր, and այդ բայաթին սենց հնչում է, ինչ-որ մեկը կանգնած սենց ոռնում է եկողներից, դիտողներից մարդիկ ովքեր ռեստորանում նստած են, մի հատ ցիվիլ ընտանիք է լինում, ասենք տանջվում են այդ երաժշտության տակ, վերջում էս մարդը չի դիմանում, վերկանում է, գալիս է մոտենում է, ասենք ոնց որ սա բանն է, միկրոֆոնը սոս մցնում է բերան, հա, ու տեղից արդեն պարզ է, որ այդտեղ բանը, ծես կրտուկ է սկսելու, ես մարդուն տա բան են անելու, լավ ծեցել են, ու այդտենց գնալի է, բան արեք, ապահովագրեք, արդեն չեմ հիշում սլոգանը որն էր։ Մյուսը, որը կապված էր դպրոցի հետ, թե ոնց է մի, ասենք, լպիրջ երեխա իր դասախոսի հետ շատ տգեղ ձևով խոսում, ասենք այդ տգեղ բարքերը, որ արդեն կամաց շատանում էին։ Կարող է այն, որ մտնում է դասարան, սեղան հրում է, ես նման գովաստ հիշում եմ։ Ու որ վերջում ուսուցիչը բան անում, սիլա է տալիս, հիշում եմ։ Հա, այդ գովազներն էր, որ մենք փորձում ենք ցույց տանք այդ արատավոր երևույթները մի կողմից, որոնք քննադատելի են, մյուս կողմից դա թեթև ինչ որ վերածելով հումորի եւ իրոնիայի ու ցույց տանք տենց հապաներ կապեցինք։ Ու դրանք եթե 3-ը միասին գնան, երրորդը արդեն չեմ հիշում սցենարը, էլի մարդիկ կհասկանային, որ դա հումոր է ու ամեն դեպքում որ դա արատավոր երևույթներն ազում ցույց տա, բայց քանի որ ժամկետի խնդիր կար, առաջինը մենք նկարեցինք, այդ ցույց տվեցինք այդ դա ուսուցչի բանը ու անունները չեմ ուզում տամ, բայց այն ժամանակվա այդ մեր պոպուլիստ, ցավոք սրտի պոպուլիզմը միշտ մեր մոտ այդպես բան է։ Ոնց կարելի է երեխային խփել եւ այլն այս կոնտեքստի մեջ, առանց խորանալու թե այդ ինչ երեխա է, այդ երեխան ինչ գործ ունի դպրոցում, առհասարակ, հա, այդ ոնց եղավ որ դրան հասավ ու ոնց եղավ որ sense կիրթ ուսուցչուհին ձեռք բարձրացրեց երեխայի վրա, որտեղ sense օբրազները շատ կոնկրետ էին տվել, դասատուն շատ այտենց կիրթ ու ինտելիգենտ ու համեստ կիներ ու այն տղան շատ հունից հանում է հասցնում գրոտեսկի մեջ, հա, ու երբ որ սկսեց քննադատել թե ոնց կարելի է երեխային խփել եւ այլն, ոչ մեկ չասես լավ ոնց կարելի է հասցնել մեր դպրոցենորին, որ մեր դպրոցում sense երեխաները լինեն, ասենք պապազան սեղանի վրա ուսուցչուհու հետ տես խոսան, իսկ դա իրականություն էր ցավոք սրտի արդեն կոթիչ չենք վերցրել, դա մեր իրականություն էր, որը մենք ցույց ենք տալիս։ Չաշխատեց, այսինքն այնպես ինչպես պիտի աշխատեր։ Ինքն առհասարակ չէ, ինքն այս աղմուկ բարձրացեց, որ մենք հանեցինք երկրորդ օրը, որպեսզի ընկերությանը չվնասենք։ Իմիջիալոց ես ուզում եմ Ալթունյան Լևոնի մասին, ասենք տենց մի երկու լավ ու գովաբանության խոսքեր ասեմ, որովհետև երբ որ հաճախորդի հետ խնդիր է լինում, իսկ ասած կոպիտ ասած մենք խնդիր ստեղծեցինք իրանց բրենդի համար, կարա լինի երկու ճանապարհ, հա, որ ինքը ասի, ես ինչ արեցիք եւ այլն, ու կարա լինի ճանապարհ, տղերք չմտածեք, միասին մենք այս պատմությունից դուրս են գալիս, այն ինչ որ արեց Լևոնը, էլի, այսինքն ինքը տենց ասեց, խնդիրը միասին մտել ենք, միասին դուրս կգանք։
լավն էլ ենք տեսել, վատն էլ կտեսնենք, տենց։ Այդ իրավիճակից հետո ո՞նց էիք ձեզ զգում առհասարակ պատրաստակամությունը եւ հուզական դաշտը նորը նկարելու, չվախենալու, որ մի բան էլի սխալ կգնա, էլի սխալ կկալվի։ Այդ տեսակետից չկար ոչ մի բան, կարող է ինչ-որ տենց ֆոնային ինչ-որ մի բան հետ թողել, այդ տեսակետից չկար, ավելի շատ այդ մանտրաժներ, որ բուն պրոբլեմը չտեսնելով տարան լրիվ ուրիշ կողմ, դետալների վրա գնացին ու հետո որ տեսնում ենք, ասենք ովքեր են գրողները, նես լրիվ հասկանալի էր, որ դա այնպես պրոիշխանական մի հատ այնպես բան կար, PR-շիկներ կային, ովքեր չէին ուզում, որպեսզի այդ ժամանակ երկրում ինչ որ այնպես բան 15-16 թվերներ, ինչ որ ֆոն լինի, այն ժամանակ ոնց էր վերում, ամեն ինչ լավ է, չի կարող վատ բան լինի, այս ֆոնը պահելու համար էր էլի։ Այն խոսքով, երկրորդը շատ զվարճալի էր։ Երկրորդ բանը, որ ուզում եմ պատմեմ, ուրեմն Unibанk-ից իրաստանորինության հետ հաճելի է, չէ՞, որ հետո այդ մասին խոսում ես, զվարճանքով ես ինչ։ Unibанk-ի տնօրինության հանդիպման ենք, իրանք ուրեմն տենց ցանկություն ունեին ու ոնց հասկացա վաղուց ունեին այդ ցանկությունը ու իրականացնում էին 80-ական թվերին 80-90-ական երևի այդպես խումբ կար Spacer կոչվում դե երբ որ մենք արդեն 2000-ականներին նկարում ենք այդ աշխատում ենք այդ Space-ը այդպես ինքը արդեն շատ այդքան ակտուալ ու այդպես հայտնի խումբ չէր բայց այն ժամանակն այդպես շատ հայտնիներից էր ու այս մարդիկ ոնց որ այդպես նոստալգիայի ալիքի վրա պլյուս մարդկանց հիշացնելու երևի տենց իրանց ջահել տարիքը բանն տենց մարդկանց հետ բերելու այս ալիքի վրա հրավիրել էին այս խմբին, Space խմբին ու համալիրում ունեցել որ հասկանալ էր որ այդ խումբը չի կարա համալիր լցնի ու Unibанk-ի տնօրինությունը շատ ոնց որ ասում եմ հիմնական ծախսերը վերցրել էր իրանց վրա ավելի շատ ոնց որ sense նվեր էր արել էլի մարդկանց ովքեր դա կուզենան Խոսքով մենք պատրաստեցինք այն ինչ որ մեզանից հարկը հասնում էր հոլովակ եւ այլն ունտեղ բան կար որ ինքը այդ Space խումբն էր նաեւ լազերային շոու պետք է լիներ համալիրի ներսում դե լազերային շոուն այն ժամանակ տենց ինքը լուրջ երևույթ էր էլի ամենտեղ չէր տեսնի ու էլի մեծ ծախս եւ այլն ու այդ լազերային շոուն եթե չեմ սխալվում չեխերն էին անում կամ եվրոպական ինչ որ մի հատ երկիր էր ու դե մեզ որպես իրանց սպասարկող կամպանիա այս չեխերը ասեցին ուղարկեք մեզ մատերիալները Unibанk-ի լոգոնա, բան այս կոմենտով, թե ինչ պետք է իրանք տենց ցույց տան օդի մեջ էլ, այս լազերով բանով։ Ու խոսքով, մի հատ տենց լավ разрешение ֆայլով, sense մի հատ ծանր ֆայլով ուղարկեցինք այս բանը Unibанk-ի լոգոն։ Ու այն ժամանակ Outlook-ով էինք աշխատում, այս Outlook-ը ինքը տակից, որ ասում եմ, որ մեր կամպանիան ուղարկում է, նաև մեր փուճուր լոգոն է, դեռ 3 կիլոբայթ, թե 5 կիլոբայթ միացած տակից գնում, ասենք, ոչ էլ նկատում ես, որ քորնելա գնում հետը։ Ու մի խոսքով հիմա համեր իրանք ուղարկեցին, որ իրանք որպեսզի իրանք այդ բանից սարքեն այդ լոգոտիպը, որ պետք է գտես պատտվի եւ այլն։ Հիմա համեր գինը ստացենք, sense այս համալիրի լույսերը վառվեց, մի խոսքով տիկնայք եւ պարոնայք, մի խոսքով sense ձեր ծափողջունների ներքո մի խոսքով տենց լույսերը հանգես բոլորը ծափ են տալիս անում տենց եկել էս մութ տեղը sense մի հատ մեծ դե մեր ստատուսի լոգոն ինքը ինչից է բաղկացած 3 հատ մեծ քառակուսի է եկել մի հատ sense մեծ քառակուսի sense գլորվելով օդի մեջ եկավ sense դդախ կենգով եկել էս ռոբոտ sense արից չէ Արասում ինչը չէ ինքը հասկացավ ես չեմ հասկացել եկել էս եկել տնամ ես երկրորդն ասես կուբիկն ասես գալիս որ կողքս էս կանգնեց ինքնից դեղ կես ասեցի չէ խոսքում են երրորդ կուբիկը սենց եկավ կանգնեց եկել ասես նակում ստատուս հոլդինգ եւ ու Unibанk-ի լոգոն այնց արագ եկավ sense բաներես ոնց որ ստացվեց որ status holding-ը հիմնականում ու Unibank-ը այնց ներկայացնում է Space ընկերությանն ասես ձերքիդ Ամեսից ամոթից գեդին ենք մտել չենք հասկանում ինչա կատարվում էլի Զանգում ենք մուշին ասում ենք մուշ ես ինչ ես արել ասում ենք ինչ մեր լոգոն ինչ գործում դե ասում ապեր հեսա նայեք ուղարկել են բանը մեյլը forward արեց էլի տեսանք մարդը նորմալ ուղարկել է հետո գլխին գանք որ այդ փուճուր attachment-ը որ գնացել է մեր լոգոն էս չեխերը չգիտեմ ինչի տենց որոշել են որ հենց այդ կամ այդ լոգոն իրանց ավելի է դուր եկել մի խոսքով sense իմացես խայտարակ վիճակ
Մուսորը ստացեք մեկ էլ Յունի բանկից զանգեցին, մեզ ամենաշատը իրանց վերաբերմունքն էր, որ տենց շատ զարմացրեց։ Սամվելներ ասեց տղեկ ամեն դեպքում եթե տենց բան էիք անում ճիշտ կլներ որ մեզ գուշացնեիք։ Իսկ դեր պատասխանն էր բային։ Խոսքը բնականը պատմեցինք իրողությունը ինչ եղել, ոնց եղել, բայց դե հիմա մարդիկ այդքան շատ չբանուն, բայց այդ առաջի քառակուսի որ եկավ որ բանաս։ Դրանց հետո ինչ դասեք էլի քաղել այդ ուղարկելի սա պարտադիր զգուշացնել որ սա այս հրամազին պիտի լինի։ Չէ, իրականում գիտեք մի հատ օրենք կա կյանքի բնության օրենք է, էլի ես այդ օրենքը տենց ամեն տեղ տեսնում եմ, եթե Ֆիբոնաչի օրենքն է, որ մի բան եթե շատ բարձր է գնում կամ շատ ցածր է գնում, դեպի լավն է գնում կամ դեպի վատն է գնում, ինքը չի կարող անվերջ գնալ, ինքը ինչ որ մի պահի կպետք է կորեկցիա անի։ Ու ամեն անգամ երբ որ տենց ինչ որ շատ դեպի լավն է գնում ու ինչ որ մի հատ ձախողում է լինում, ես դրան շատ նորմալ եմ վերաբերվում, որ ասում եմ Ֆիբոնաչին իր կորեկցիան անում է, էլի։ Ու նույնը երբ որ բան է լինում, ընկնում է, չի կարող որ ինքը անընդհատ ընկնի, պետք է այդպես ասում չհուսահատվես, իմանաս որ ինքը մեկը կորեկցիա անելու, այդ կորեկցիայի ընթացքում դու պետք է քեզ հավաքես ու գնաս հակառակ կողմ, էլի։ Իսկ եղել են որ ընկերության ներսում այնպիսի վատ ու բարդ իրավիճակներ ստեղծվեն, որ մտածեք, այ վերջին խաղաքարտն է ձեր, եթե էս էլ ձախողեցիք, արդեն դժվար է լինելու կամ չի լինելու կամ նման պահեր եղել են, թե իրավիճակը չեք հասցրել դրան։ Գիտեք կախված է թե ինչ արժեքների վրա է ընկերությունը ստեղծված ու գոյատևում կամ զարգանում, կարևոր է շատ, եթե արժեքները ճիշտ են, այդ նշանակման ու ճիշտ ասած որն է ճիշտ մարդկային են, այսինքն ընկերության արժեքները ու մարդկանց արժեքները ովքեր այդ էկոսիստեմայում աշխատում են, եթե իրանք նույնն են, ամեն ինչ էլ ոնց որ ասում ամեն ինչ էլ մարդու համար է, նույնիսկ էլ ամեն ինչ է բիզնեսի համար, էլի կարա շատ լավ է լինի, շատ վատ է լինի, եթե դու քո արժեքային համակարգին հավատարիմ ես մնում, դրա մեջ ինչ որ ձևով կարողանալու ես կամ դուրս գաս, կամ եթե դուրսը չգաս, ուղղակի կամ քո բիզնես մոդելն է արդեն մաշվել ու չի համապատասխանում աշխարհի իրողությանը կամ չգիտեմ, ինչ որ ուրիշ բան է, բայց այն որ հուսահատ լինես, հուսալքվես, այդ այն ժամանակը լինում, երբ որ ասենք ներքին քո արժե համակարգի հետ ինչ որ պայքարի մեջ ես ու չես կարողանում բարի չես կոտրվում ես։ Եթե այդտեղ հարցերը նորմալ է, մնացածը արդեն ոնց որ մտածելու, վերլուծելու, քայլեր անելու հարցը, տեխնիկայի հարցը, էլի, հիմնական այդ է։ Իսկ հետաքրքիր է ընկերությունը ինչքան սխալից հետո արդեն կարողանա այդ իմունիտետը ունենա, որ ավելի պատրաստված լինի։ Այստեղ չեմ ուզում ղեկավարների վրա շեշտը դնել եւ այն թիմի, որը այդ ամենը առաջ է մղում, այլ հենց ընկերությունը, չնայած որ հենց թիմն է առաջ մղողը, բայց ընկերության համար դա ինչ ճանապարհ է ընդհանրում։ Տեսեք, այդ թեման է, ինչի մասին ես սիրում եմ խոսել, ու ինչով ես հիմա զբաղվում եմ, երբ որ մենք խոսում ենք բրենդինգի մասին, հա, կորպորատիվ բրենդինգի մասին, այդ շատ ժամանակ այդ այն առաքելությունն ու արժեքների մասին է խոսքը գնում, որոնք համարյա բոլոր մեծ ընկերություններն ունեն, ու ես այդ օրինակը շատ եմ բերում, ասենք, որ ինձ կանչում են սեմինարների, բաների, ասում ես լիքը եղել է, որ մտել են բանկեր կամ չգիտեմ մեծ ընկերություններ, տեսել են, որ իրանց արժեքները sense պատին գրած, sense մեծ սիրուն, sense թանկանոց դույսերով եւ այլն գրած է, հա, ու ասենք կողքով իրանց աշխատողներն ասում են ձեռքից բռնում, ասում մի հատ ինձ կասես ձեր ընկերության արժեքները ոչ մեկ չի ասում։ Այսինքն միտքը այն է, որ այդ արժեքները, որ գրվում է ընկերության համար, դա հենց այնպես չի, այսինքն ընկերությունը պետք է ստեղծվի, գոյատևի, զարգանա այդ արժեքներով ու երբ որ մարդկանց ընդունում են աշխատանքի, պետք է տեսնեն մարդիկ ովքեր գալիս են այդ ընկերություն, իրանց արժե համակարգով համապատասխանում են ընկերության արժե համակարգին թե չէ։ Եթե լինում է այդ երկուսի սիմբիոզը լինում է, այդ այն վիճակն է, որ ասում եմ չեմ ուզում գործից գնամ տուն։ Ու հակառակը, եթե դա չի լինում, մարդիկ այդտեղ իրանց վատ են զգում, ուզում են րոպե առաջ գնան, ժամին են նայում։ Այ էսա, այսինքն դուք այդ հարցով երբևէ սխալվել եք։ Որ հարցով, որ թիմակիցներ ընտրելու հարցում։ Հա, իհարկե սխալվել ենք, դե որովհետև մեր այդպես մեծ ինստիտուցիոնալ ընկերություն չի, որ մենք HR ունենանք, այդպես ինքը կան չի հարցազրույց, ինքը մենք ենք մեր
խոսելու ընթացքում հասկանում ենք մեր մարդն է, մեր մարդը չի, կարանք իրար այդ ճանապարհ գնանք, ինչ որ մի առժամանակ ճանապարհ են գնում ու տենց եղել է որ նաև խիստ սխալվել ենք, նույնիսկ հուսահատվել չէ, հիասթափվել ենք մարդ տեսակից, մյուս կողմից զարմացել ենք, թե ոնց կարար սենց բան լիներ, մի անգամ դեպք կար, որ ներքին խանդ կար աշխատողների միջև, երբ որ մեր Յուլիան Մակարովան եկել էր մեր մոտ դիզայն բաժնի պետ էր դառել, ու ինքը տենց շատ բարձր մակարդակի դիզայներ է, էլի։ Ու հին աշխատողներից մեկը տենց խանդով էր այդ ամեն ինչին վերաբերվում, որովհետև չգիտեմ, երևի ներքին բան կար, այդ ստեղծագործական խանդ կար, ու օրը գալիս է, որ մենք պետքա պատվերը հանձնենք, մի քանի ժամ առաջ այդ ֆայլը, որի վրա ասենք, չգիտեմ, Յուլիան 2-3 օր տանջվել էր, մեկը փչանում է։ Հետո այդ դեպքը մի հատ էլ է կրկնվում, ու մենք հասկանում ենք, որ ինչ որ մեկը մտնում է ու այդ ֆայլերը փչացնում է։ Այսինքն այս մակարդակի բաներ էլ ա եղել։ Հետո իհարկե կարողացանք գտնել, հասկանալ թե ինչ ոնց բան, ու ես ուղղակի զարմացած եմ մնացի, որտեղ ես չի սպասում, որ մարդիկ կարող են իրենց այդպես բան թույլ տալ, բայց դա հետաքրքիր է, էլի։ Իսուր չի էլի, որ ասում շատ կարևոր է թիմը։ Թիմը ոչ թե շատ կարևոր է, ամենակարևորը։ Ամենակարևորն, այո։ Ինչ խորհուրդ ունեք այն մարդկանց, ովքեր ամեն թեթև եւ մեծ ձախողումից հետո հուսահատվում են, հուսալքվում են, մտածում են, որ բիզնեսը իրենցը չի, իրենք գործարարության հետ կապ չունեն, ինչ անել այդ դեպքերում։ Գնալ առաջ։ Իմ սիրած ֆիլմերից մեկը այն Արա Զապախ Ժենշինի Ալ Պաչինո, որ ասում է կյանքը տանգոյի պես բան է, պետք է շարունակես ապրել, գնալ առաջ, այդ պետք է գնալ առաջ, պետք է հաջողությունների ժամանակ քիթը շատ չցցես վերև, անհաջողությունների ժամանակ քիթը շատ չիջացնես ներքև։ Շատ շնորհակալ եմ Տիգրան ջան զրույցի համար։ Ես էլ շնորհակալ եմ։ Մեզ լսողներին եւ դիտողներին ուզում եմ հիշեցնել, որ սխալ հաշվարկ հաղորդումն եք լսում կամ դիտում առաջին խոսափողի մոտ Status Holding-ի համահիմնադիր Տիգրան Բալոյանն էր, իսկ երկրորդի մոտ ձեզ համար Մոնիկա Մամյանն էր աշխատում, հաջորդ շաբաթ կրկին կհանդիպենք, լավ եղեք։ Շնորհակալ եմ։ Մերսի։